Բարեցես, Սմբատ Մաթևոսյան, ազատամարտիկ։ Պարոն Մաթևոսյան, ձեր կարծիքով մայիսի 28-ը որքանով է կարևոր հայ ժողովրդի պատմական հիշողության համար։ Ամենամեծ կարևորությունը իհարկե արժեքներն են։ Այս հողի վրա է, որ հենց հիմա մենք կանգնած ենք, էսի բազմաթիվ կյանքերի կենով պաշտպանված հողը։ Մեր հայրենիքի մի մասն է, որտեղ հերոսամարտ է եղել։ Օգտվելով առիթից շնորհավորում եմ մեր հայ ժողովրդին, մեր այս հաղթանակի հետ կապակցությամբ, հայոց պետականության հիմնադրման, առաջ պետականության։ Ու այսքանը։ Այսօր Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ասաց, որ Հայաստանը այսքան ինքնիշխան, այսքան անկախ երբեք չի եղել, արդյոք համաձայն եք նրա խոսքերի հետ։ Նիկոլ Փաշինյանը ստախոս է, նա խաբում է, ինչ ասում է, սուտ է ասում։ Նիկոլ Փաշինյանի ոչ մի ասած պետք չի լուրջ վերաբերվել։ Ուղղակի հիմա ջարդարար ներքին գործերի աշխատակիցներ ունենք, անօրինական դատող դատավորներ, կոռուպացված դատախազներ, դրա համար Նիկոլ Փաշինյանին ոչ մի ձև չենք կարող իր աթոռից հեռացնենք։ Իսկ ինչ է կարծում, արդյոք այս պահին հայ ժողովուրդը ականջալուր է լինում մայիսի 28-ի խորհրդին։ Եթե պետականորեն մեծ արարողություն չեն նշում, դա դեռ չի նշանակում, որ ժողովուրդը այս տոնը չի տոնում, ուրախ չի, իհարկե բոլորս ուրախացել ենք, որ հերթական անգամ այս օրը նշում ենք։ Սա մեր հայ ազգի վերջի պարծենալու օրերից մեկն է, որովհետև էլիտար թուրքական զորքը, փոքր հայկական զորախմբի աշխարհ